Պարոն նախ ինչ իրավիճակ է, հա, Տավուշի մարզում, հաշվի առնելով, որ վերջին շրջանում կրակոցներ կան Սյունիքում, Գեղարքունիքում, չնայած ասում են ոչ թիրախային է, անկանոն, Տավուշում նման դեպքեր արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման։ Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում, անկանոն կրակոցներ են եղել, ոչ ուղղորդված որևէ կետի վրա։ Հիմա հանգիստ վիճակ է, ավելացնելու բան չունեմ։ Իսկ սահմանազատման գործընթացից ինչ նորություններ կա։ Սահմանազատման գործընթացից իմ ունեցած տեղեկատվությամբ որևէ պրոցես չկա այս պահին եւ գտնում եմ, որ ճիշտը հարց ուղղելը սահմանազատման պատճառով ընթացք չի ստանում, որովհետև կանոնակարգ էր հաստատվել, որ պետք է Տավուշից սկսել։ Ոչ, դա ինձ վերաբերող հարց չի, ուղղեցեք հարցը սահմանազատման սահմանագծման հանձնաժողովին։ Այն կետը, որ ֆիքսվել է, որտեղից որ պետք է սկսեն, Տավուշի մարզում է որևէ աշխատանք, ոչ մի բան։ Ոչ մի աշխատանք իմ տեղեկատվությամբ չի իրականացվել։ Իրանցի պատը ինչու ճաքեց։ Գիտեք, այնտեղ հիմնականում գիտեք, այդ process-ները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, որը պարզել իր հետևանքներ ունենալու էր եւ դա չեմ գտնում, որ շատ մեծ աղետ է վերականգնվող։ Թե չէ, դա որովհետեւ որպես բան էին, հա, ներկայացնում ձեռքբերում, հա, իրանցի պատը, որ ըստ էության Հայաստանի ու Ադրբեջանի բաժանումն էր ու խորհրդանշական էր, այդ խորհրդանշական պատը։ Իրանցի պատը ժողովուրդ ջան 130 մետր, եթե ես չեմ սխալվում, 130 մետր պատ ավելի շատ ժողովրդի պահանջով է եղել եւ ինքը ավելի շատ հոգեբանական խնդիր է լուծել։ Մենք գիտենք այնտեղ խնդիր չկա, աշխատանքները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, այնտեղ հիմնականում լիցք արված մեծ ծավալի հողային աշխատանք է իրականացվել, այդ պատճառով այսօր ունենք դա, որը որ իմ լուծվող հարց է։ Այսինքն փուլ չի գա։ Միանշանակ։ Բարոյցին բնակիչների այն մտահոգությունները կապված սահմանազատման սահմանագծման աշխատանքների, որ առաջին օրերին Համենայն դեպս դուք ինքներդ դրականատեսն եք, որ որևէ process չկա 2024 թվականին սկսված սահմանազատման process-ի սկզբից իհարկե կար որոշակի անհանգստություն, որը նաև ուղղորդված էր մեր որոշակի քաղաքական շրջանակների կողմից, բայց այս պահին որևէ անհանգստություն չկա, ես շաբաթ օրն եմ եղել անձամբ Կիրանցում, ես հաճախ այցելում եմ, ժողովրդի մոտ անհանգստություն չկա։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով հարցեր